Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ընտրապայքարը դեռ նոր է սկսվել, բայց արդեն կան ուժեր, որոնց թեկնածուները դուրս են գալիս պայքարից, ովքեր են ինքնաբացարկ ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Արարատի եւ Արմավիրի բնակիչները այսօր իրենց խնդիրներն են ներկայացրել Սամվել Կարապետյանին։ Հայաստան դաշինքի քարոզարշավը շարունակվել է Տավուշում, ինչպես են ընդունել երկրորդ նախագահին։ Ասեք կանենքից տարիներ անց քաղաքացիները նորից նույն խնդիրների մասին են խոսում, Էրեբունիում ինչ բողոքներ են հնչել Ավինյանի հասցեին։ Դեղին քարտեզը դարձել է իշխանության քարոզարշավի ամենակննարկվող խորհրդանիշներից մեկը, ինչու է հենց այս քարտեզը դարձել քարոզարշավի գլխավոր սիմվոլը։ Ալիևի նոր հայտարարությունները կրկին քննարկումների կենտրոնում են, ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը։ Անկարան կրկին խոսում է Եվրամիության անդամակցության մասին, ինչ են քննարկել Էրդողանն ու Բելգիայի թագուհին։ Քարոզարշավը շարունակում է թեժանալ, բայց ընտրապայքարի մեկնարկից ընդամենը օրեր անց արդեն կան ուժերից թեկնածուներ, որոնք նահանջում են մրցակցությունից։ Այսօր արդեն 8 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նրանք Հանրապետություն եւ Հայաստանի շնորհապետական կուսակցություններից եւ ուժեղ Հայաստան դաշինքից են։ Մինչ որոշ ուժերից թեկնածուներ հեռանում են ընտրապայքարից, մյուսները շարունակում են ակտիվ հանդիպումները մարզերում։ Արարատի եւ Արմավիրի մարզերի բնակիչների հետ այսօր հանդիպել է Սամվել Կարապետյանը։ Ուժեղ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն քաղաքացիներին ընդունել է իր տանը, լսել նրանց խնդիրներն ու խոստացել լուծումներ տալ։ Քարոզարշավը շարունակվել է նաև Տավուշում։ Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ շրջայց է կատարել մարզում։ Դպրաբակում երկրորդ նախագահը ջերմ ընդունելության է արժանացել, հանդիպել բնակիչների հետ ու խոսել երկրի առջև կանգնած խնդիրների մասին։ Զինվորականները вообще որ կարելի ասած հիմա ոչ մի տիպի իրանց չեն էլի գնահատում։ Հաստատ են որ ձեր ժամանակ զինվորականները էլ եմ ասում, ես հիմա ինքս զինվորական եմ ու չեմ էլի ընտրում կոնկրետ մեր երկրի վարչապետին, ճիշտ է։ Ես ասեմ, այն ժամանակ ենթադրում եմ որ պատճառը ինչն է։ Առաջինը զուտ պետությունը իր վերաբերմունքի առումով քարոզչական բան միշտ ընդգծել է բանակի դերակատարությունը, միշտ ա եղել։ Երկրորդը, նայեք, միշտ հետևում էի, աշխատավարձերը բավական հաճախակի բարձրացնում էինք, միշտ հետևում էի, որ զինվորականի աշխատավարձը անպայման ոստիկանից, ուժային կառույցներում առնվազն 25% ավել լինի։ Համարել ենք, որ անվտանգությունը ապահովելու համար բանակը համար 1 ֆունկցիան ունի եւ մենք ամեն ինչ արենք, որ այդպես է։ Բայց այսօր համար 1-ը օրինակ Հայաստանի Հանրապետությունում իրանք նախընտրում են միլիցիայի կարգավիճակում լինի, բայց մեր սահման բոլոր սահմանները սկսում է, բայց մեր պատճառը դա է։ Դրա պատճառով վերաբերմունքն է փոխվում, որովհետեւ մարդիկ նայում են, ասում են պետության համար բանակը առաջնահերթություն չի։ Հակառակ դեպքում բարեկը ավելի շատ աշխատավարձ չի ստանա, քան բանակը։ Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հրազդանում էր։ Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ վարչապետ դառնալու մտադրություն չունի։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի խոսքով իրենք վարչապետի պաշտոնի համար այլ թեկնածուներ ունեն եւ առաջիկայում կներկայացնեն նրանց անունները։ Դուք կմիանաք Նիկոլ Փաշինյանին։ Ոչ, բացառում եք Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը։ Որտեվ ես Նիկոլ Փաշինյանին հրապարակում, որ բոլորը սպասում էին արդարությանը, սկզբունքին, ես եմ կանգնել իր կողքին, ժողովրդի հետ հրապարակում։ Հիշում եք, թե չեք հիշում։ Ու դրա դες քննադատում են, այո, հիշում եք։ Գնացել եմ Մակարյան ջան հրապարակ, Փաշինյանի հետ միասին, ասել եմ, որ ժողովուրդ ջան, այսօր մեզ պետքա փոփոխություն, որ դուք ում եք ձեր ձայնը տալու։ Ասել եմ, հիմա եթե YouTube բացեք կա
Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, որտեղ դեմքերը այդ երեքն էին։ Թե Նիկոլ Փաշինյան, բոլորը գոռացել են Նիկոլ Փաշինյան։ Ասեմ ձեր ցավը տանեմ, ինչե վերջ կանգնում ենք, Նիկոլ Փաշինյանը ուտում ենք վարչապետ։ Ասում էր, որ ժողովուրդը դա տուգանելու մատերիալ չի, Ղարաբաղը դա Հայաստանն է ու վերջ, ու ասում էին, որ ինք եկել է հող տալու համար, ասում էր ով տա, ես իմ ինչ վերջը։ Մենք եղանք իրանց հետ գործընկեր, նորմալ, մեր մասով դրեցինք։ Իր ասածները մենք չկատարեցինք, որտեղ դա անընդունելի էր։ Մինչ ընդդիմադիր ուժերը մարզերում էին, իշխող ուժի քարոզարշավը Երևանում էր, որը անցել է լարված մթնոլորտում։ Քաղաքացիները մոտեցել են Էրեբունիում շրջող Ավինյանին և ասել, որ այլևս չեն հավատում նրա հեքիաթներին ու նախորդ ընտրություններից մնացած ասեք կանենք կարգախոսին։ Բնակիչներից մեկը մասնավորապես խոսել է փոսերի խնդրի մասին։ Լսել ենք, հավատացել ենք։ Ինչ հեքիաթ է սա։ Այն որ ասում եք ասեք անենք, ասեցինք, բախի չարեցինք։ Հենց դուք եք ասել, մենք չենք ասել։ Ասում եք փոսերը ցաղ ասֆալտներն անենք, հիմա որ մի հատ լադոկ ենք ընկնում, անհասանելի ենք դառնում։ Կապից կդրվում ենք։ Աննս Արսենա, Ուրախ եմ, Արսեն Հայրապետյան։ Հայրապետյան ջան։ Կենտրոնական Հենց փողոցներում։ ընկնում ենք, փոս կապից կդրվում ենք։ Պարոն Հայրապետյան ջան։ Կենտրոնական փողոցներում որտեղ հիմա։ Որ դե տակ Կենտրոնական փողոցները։ կենտրոնական փողոց, ես Երևանի տղա եմ, սա գիտեմ։ Օրինակ։ Հիմա այսօր։ Մի հատ օրինակ եմ խնդրում կենտրոնական փողոցի փոսի։ Այսօրվա դեպքում։ Այդքան կերկես կամ։ Չէ, կոնկրետ փողոցի անունը գիտես։ Որ ասեմ պրոսպեկտ չկա, բայց պետք է Չէ, Էրեբունի փողոց, Ռոստովյան փողոց, որ փողոցում է, այդ փողոց փողոց։ փողոցները։ Եղբայր, արի հեսա գնում ենք այդ փողոցները։ Ես քո հետ կգամ։ Արի։ Իսկ քարոզարշավի ամենակննարկվող դրվագներից մեկը տեղի ունեցել մետրոյում։ Մետրո մտնելիս Նիկոլ Փաշինյանի քարտը վալիդատորը չի կարդացել և օգնության է հասել Տիգրան Ավինյանը։ Դեպքը լայն արձագանք է ստացել, քանի որ ամիսներ շարունակ քաղաքացիներին վստահեցնում էին, խնդիրները ոչ թե համակարգից են, այլ քարտերում գումարի բացակայության պատճառով։ Ստացվում է նույն խնդրին հիմա բախվում են նաև իշխանության ներկայացուցիչները, նույնիսկ երկրի վարչապետը։ Միթե երկրի առաջին դեմքի քարտի վրա գումար չկա, թե իրականում խնդիրը հենց վալիդատորներինն է, որոնց անխափան աշխատանքը մինչ օրս չի կարողանում ապահովել իշխանությունը։ Քննարկումների կենտրոնում է նաև Փաշինյանի քարոզարշավի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ դեղին քարտեզը առանց Արցախի։ Ինչպես նկատել եք, Փաշինյանը գրեթե բոլոր հանդիպումներին ներկայանում է հենց այդ քարտեզով, այն բաժանում քաղաքացիներին ու խոսում իր պատկերացրած իրական Հայաստանի մասին։ Ինչու է իշխանությունը հենց այս քարտեզը դարձրել իր քարոզարշավի գլխավոր խորհրդանիշներից մեկը և ինչ է փորձում փոխանցել հասարակությանը, թեմային անդրադարձել է Անահիտ Սարգսյանը։ Գլխավոր խաղաքարտը քարտեզն է։ Այն քարտեզը, որը Նիկոլ Փաշինյանը պտտում է իր հետ և բաժանում Հայաստանի տարբեր համայնքներում։ Հայաստանի քարտեզը Հայաստանով մեկ։ Քարտեզից հրաժարվելը երբեմն նույնիսկ վեճի պատճառ է դառնում։ Միթե մարդիկ չեն հիշում, թե ինչ սահմաններ ունի Հայաստանը։ Միթե չեն գիտակցում, որ Արցախը կորցրել ենք և հիմա մնացել է միայն Հայաստանը։ Այդ դեպքում ինչու է Փաշինյանը համառորեն բաժանում այս քարտեզները, կրկնելով «տեր կանգնեք»։ Որպեսզի մարդկանց ուրեմն ինչ կողմ դեպի գրավի, տեսնում է, որ այլ հնար չկա, այլ ճար չկա։ Հիմա բոլոր այսպես ասեմ, փամփուշտները կրակված են, այդ սիրում են բոլորիդ, խոնարհվում են բոլորիդ արչեր եւ այն։ Դատարկ փուչ խոսքեր են եղել, ի սկզբանե ել, եւ ժամանակն էլ ցույց տվեց, որ դրանք դատարկ խոսքեր են։ Հիմա մարդկանց մեջ խելում է ինչ որ մի բան է տալիս իրենց։ 2026 թվականի քարոզարշավում Փաշինյանն անցել է արդեն փորձված մեթոդներին խոսելով Հայաստանի հանդեպ սիրո մասին, եւ այդ սերը ըստ մասնագետների վերածվում է քաղաքական շահարկման։ Բայց սիրուց անդին իշխանության խոսույթը փորձում է խեղել արցախյան շարժման նշանակությունը։ Որպես օրինակ հիշատակվում է դեպքը, երբ ադրբեջանցիները ներթափանցել էին եւ սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին։ Փորձագետների համոզմամբ Արցախը երկար տարիներ Հայաստանի անվտանգության վահանն էր, իսկ դրա կորուստը փոխեց ամբողջ տարածաշրջանի անվտանգային տրամաբանությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդ վահանը տվեց թշնամուն եւ թշնամու առաջ բացեց ուրեմն Սյունիքի ճանապարհը, Գեղարքունիքի ճանապարհը, Վայոց ջորի ճանապարհը, այսինքն Հայաստանի Հանրապետության արևելյան, հյուսիս-արևելյան, հարավ-արևելյան սահմանները։
Թշնամու սահմանը որտեղ էր։ Օրինակ, թշնամին Գորիսից, Կապանից, Մեղրիից, նախքան Արցախի հանրապետության օկուպացիան էր, հեռու թե հիմա։ Սա շատ բարձ հարց է, ակնհայտ է, չէ՞ որ հիմա։ Միաժամանակ Փաշինյանը պնդում է, թե մինչև 2020 թվականը իրական խաղաղություն չի էլ եղել։ Իսկ ավելի վաղ հնչել էր նաև միտքը, թե Արցախը երբեք էլ մերը չի եղել, իսկ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Որ ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Իրականությունն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Ղարաբաղյան շարժումը եղել է միակ ճակատագրած ճշմարտությունը, որը բերել է երկու անկախ հայկական պետության ձևավորմանը։ Եվ ես թող չմոռանա, որ Ղարաբաղյան շարժման ձևավորումը բերել է նույնիսկ մարտի 16 սովետական միության, բայց դա այդ բացի ինքը բերել է Հայաստանի անկախության գոյությանը։ Քաղաքագետների դիտարկմամբ այս խոսույթով փորձում են Ղարաբաղյան շարժումը ներկայացնել որպես սխալ կամ բեռ, այն հակադրելով այսպես կոչված բարեկեցությանը։ Հաղթանակած կորնիձորում բարեկեցություն ա եղել ժողովուրդ։ Հաղթանակած կորնիձորում մարդիկ լավ են ապրել։ Հաղթանակած Հայաստանում մարդիկ լավ են ապրել։ Սակայն բարեկեցությունը միայն տնտեսական ցուցանիշ չէ, այն անվտանգությունն է սեփական հայրենիքում ազատ տեղաշարժվելու եւ հիշողությունների հետ ապրելու հնարավորությունը։ Բարեկեցությունը իմ համար դա չի։ Բարեկեցությունը իմ համար նա է, երբ որ ես ունեմ ազատություն այցելելու պապերից գերեզման, իմ ամբողջ հայրենիքը, ապական տունը, կարողանամ իմ մոտիկ ընկերների հետ գնամ որտեղ որ ուզում եմ մեր հայրենիքում, այդտեղ ժամանակ անցկացնեմ, հանգիստ վայելել։ Մասնագետները վստահ են, ոչ բոլոր քաղաքացիների համար է հայրենիքը փոխարինելի նյութական բարեկեցությամբ։ Մի հատ հայրենիք չարժի, հա։ Այդ սա արժի մի հատ հայրենիք եւ մեր ամբողջ ասացի մասները փոխրանում է։ Փաշինյանի այցերի ընթացքում քաղաքացիները հաճախ արդեն զգուշացնում են։ Այդ մի բանը մի արեք, հող մի տվեք։ ազգանունը ինչա ձեր։ Իսկ երբ քաղաքացիներից մեկը հրաժարվում է վերցնել քարտեզը եւ ասում, որ այդպես էլ չկարողացավ Արցախում մոմ վառել, Փաշինյանի պատասխանը հետեւյալն է. Ոչինչ, Հայաստանում բազմաթիվ տեղեր կա, որտեղ կարող եք մոմ վառել։ Ոչ թե մխիթարություն, այլ հեգնանք ուղված կորստի ցավին։ Նրանքի գաղափարն է։ Բայց եկեք դաշնակցած դիմացինի ցավը չզգալ, դիմացինի արժեքը չգալես, դիմացինի հոգսով չապրել։ Արդյոք հնարավոր է նոր քաղաքական խոսիտ կառուցել անտեսելով հիշողությունը, կորուստն ու հասարակության զգայական շերտը։ Քարտեզները կարելի է բաժանել, սահմանները վերաձևակերպել, սակայն փորձագետները նշում են, հնարավոր չէ մարդկանց հիշողությունից ջնջել անցյալի քարտեզը։ Սա ցույց են տալիս կենդանի օրինակները մարդկանց արձագանքի տեսքով։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Քարոզարշավի ընթացքում տեսախցիկներից չի վրիպել նաև իշխանության ներկայացուցիչների նվերները։ Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են զինծառայողի և երիտասարդ աղջկա փոխանցվում նվերներ, այդ թվում թանկարժեք ֆոտոխցիկ։ Միթե սա ընտրակաշարք չէ։ Եթե նույն քայլերն աներ որևէ այլ քաղաքական ուժ, արձագանքը նույնը կլիներ արդյոք։ Սա երկակի ստանդարտ է, թե ոչ։ Հարցերի պատասխանները Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Փաշինյանի թիկնապահը ջերմուկում է նվեր տալիս զինծառայողին։ Ո՞տ տուն ենք մտե դատարկ ձեռով ոչ են մտնելու եւ Վարչապետ, բայց ես ինչու ասի։ Չէ, մեզ թող գնանք արդեն։ Թող գնանք։ Տիգրան Ավինյանն էլ Երևանում ֆոտոխցիկ է նվիրում եւ առաջին սելֆին անում Լիլիթի հետ։ Քարոզարշավի ընթացքում օրենքի խախտում չէ արդյոք իշխող ուժի ներկայացուցիչների արարքը։ Տիգրանը Ավինյանը չի հերքել, որ նախընտրական շրջանում նվեր է փոխանցել երիտասարդ աղջկան։ Factor TV-ին էլ մանրամասներ է պատմել։ Այդ խոսքը մանկատան մեր սանի մասին է, որին այցելել եմ երևի 1.5 տարի առաջ եւ ֆինանսավորում էինք փոխանցել համապատասխան մանկատու, որպեսզի այդ տեսախցիկը գնվեր եւ չէր գնվել, մենք նորից գնում արել բացարձակապես նախընտրական որևէ քարոզարշավի հետ կապ չունի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի падգամավորի տեխնացուն նախընտրական փուլում նվեր տալը խնդրահարույց չի համարում։ Ասում է, խոսքը մի բանի մասին է, որը 1.5 տարի առաջ պետք է տեղի ունենար։ Դանիել Իոաննիսյանը մեկնաբանելով Տիգրան Ավինյանի մասնակցությամբ տեսախցիկի նվիրատվության դեպքը, ասում է, իրենց համար առերևույթ խնդիր կա, բայց առանցքային հարց կա պարզելու։ Լիլիթը չափահաս է թե ոչ։
Մենք համարում ենք, որ այդտեղ առերևույթ քրեական օրենսգրքով արգելված արարք կա։ Այդուհանդերձ, եթե կարծես որ Լիլիթը 18 տարեկանը լրացած չի, կամ ընտրությունների պահի դրությամբ, այսինքն 18 տարին լրացած չի լինելու, այդտեղ ուրեմն քրեական օրենսգրքով արգելված արարքի տարեր չկան։ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը մեծ զրույցում ասաց, որ Լիլիթը 2006 թվականին է ծնվել։ Աղջիկը, որ Ավինյանից նվեր է ստացել ընտրությունից օրեր առաջ, 20 տարեկան է, կարող է մասնակցել ընտրությանը։ Աղջկա տարիքը պարզելուց հետո փորձեցինք նորից խոսել Դանիել Յոաննիսյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ ուսումնասիրում է Ավինյանի կողմից նախընտրական շրջանում երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ նվիրելու դեպքը։ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածում սևով սպիտակին գրված է. ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման պահից մինչև արդյունքների ամփոփումը արգելվում է թեկնածուների, կուսակցությունների դաշինքի, նրանց ներկայացուցիչների կամ նրանց անունից գործող անձանց կողմից ընտրողներին նվերներ, գումար, ապրանք կամ ծառայություններ տրամադրել, նույնիսկ բարեգործության անվան տակ։ Օրենքը վերաբերում է նաև արտոնյալ պայմաններով որևէ աջակցություն ցուցաբերելուն կամ դրա խոստմանը։ Միակ բացառությունը քարոզչական փոքր նյութերն են, որոնց արժեքը չի գերազանցում 3000 դրամը եւ դրանց վրա կա թեկնածուի կամ կուսակցության նշանը։ ԿՊԱ-ական Տիգրան Ավինյանի նվիրած տեսախցիկը ըստ երևացող կադրերի թվային տեսախցիկ է։ Արտաքինով շատ նման է Sony Compact ZV-1 կամ Cybershot RX100 շարքի մոդելներին, որոնց գինը սովորաբար մոտ $700-ից $900 սահմանում է կախված վիճակից եւ կոմպլեկտացիայից։ Հայաստանյան շուկայում կամ օգտագործված տարբերակների դեպքում արժեքը կարող է լինել մոտավորապես 250-ից 400 հազար դրամ։ Բարեգործության արգելքը խախտելու դեպքում նախատեսվում է 3-ից 6 տարվա ազատազրկում։ Իսկ ինչ մեկնաբանություն ունի հակակոռուպցիոն կոմիտեն Փաշինյանի եւ թիկնապահի զինծառայողին համատեղ նվեր բերելու դեպքի մասին։ Այստեղ բարեգործության արգելքը խախտվել է։ Կոմիտեն չի արձագանքում, իսկ Դանիել Յոաննիսյանն ասում է, պետք է պարզել ինչ կա այդ տոպրակի մեջ։ Այս նվերների ֆոնին ընդդիմադիր ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը հիշեցրել է իրեն ձերբակալելու, խափանման միջոց ընտրելու օպերատիվ գործողությունները։ Ես հեռուստացույց եմ խոստանում քաղաքացուն, արդյունքը աղմկոտ ձերբակալություն եւ քրեական գործ, ընտրակաշարքի մեղադրանքով։ ՔՊ նախընտրական ցուցակի падգամավոր Տիգրան Ավինյանը Լիլիթին ֆոտոխցիկ է նվիրում, արդյունքը սիրուն տեսանյութեր, PR եւ լիակատար լռություն իրավապահների կողմից։ Հարց 1. Արդյոք Ավինյանին գաղտնալսել են։ Հարց 2. Ինչու սա ընտրակաշար կամ բարեգործական արգելքի խախտում չէ։ Հարց 3. Սա երկակի ստանդարտ է, թե ոչ։ Ղումաշյանը ԿՊԱ-ականներին օրենքի առաջ արտոնյալ է համարել, իսկ իր նկատմամբ կատարվածը քաղաքական հետապնդում։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այս ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին կոշտ հայտարարություններով է հանդես եկել։ Օկուպացված Կովսական այցի ընթացքում նա Հայաստանին մեղադրել է շրջակա միջավայրը վնասելու եւ ադրբեջանցիների նկատմամբ ատելություն տարածելու համար, կոչ անելով զգոն լինել։ Նաև Ադրբեջանը փորձում է ազդել ոչ միայն Հայաստանի իշխանության, այլ նաև հայ ընտրողի ընտրության վրա։ Մանրամասները ռեպորտաժում։ Ալիևը ընտրությանն ընդառաջ Հայաստանի քաղաքական ուժերի մասին է խոսել, եւ եթե նախկինում Բաքուն բավարարվում էր միայն ուղերձներով, հիմա փաստացի մտնում է Հայաստանի ներքաղաքական խոսույթի մեջ, բաժանելով ուժերին ընդունելի եւ ատելությամբ ապրող ճամբարների։ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով, քանի դեռ սա շարունակվում է, մենք պետք է զգոն լինենք։ Նախընտրական փուլում այս ձևակերպումները սոսկ հակահայկական խոսույթ չեն, դրանք նաև քաղաքական ազդակ են։ Ընդ որում այնպիսի ազդակ, որը փաստացի համընկնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական քաղաքական թեզի հետ։ Եթե գործող իշխանությունը չվերարտադրվի, տարածաշրջանում կարող է նոր էսկալացիա սկսվել։ Փորձ է արվում ընդդիմությանը ներկայացնել որպես այսպես պատերազմի կուսակցություն, այն բաղկայում երբ ընդդիմության որևէ անդամի ես գոնե թե չեմ տեսել, որ որևէ անգամ խոսեմ պատերազմի մասին, եթե շահերի սպասարկումը, ազգային շահերի սպասարկումը դիտարկվում է կոնֆրոնտացիոն քաղաքականություն, ցավոք սրտի դա իշխանության կողմից ներմուծված կանխավարկած է եւ այդ ընդդիմությանը որպես պատերազմի ուժ ներկայացնելու
մոտիվը եւս իշխանության կողմից ներմուծված խոսույթ է։ Իսկ այդ խոսույթը Հայաստանի դեմ է աշխատում։ Ներկա պահին քաղաքական ուժերը պատերազմի մտադրություն չունեն, հակված են արժանապատիվ խաղաղության օրակարգին, ինչը մտահոգություն է առաջացրել Բաքվում։ Եվրամիության դիտորդների ներկայությունը խորացնում է այդ մտահոգությունը։ Ալիևը պնդում է, Ադրբեջանը հասել է նրան, ինչին ցանկանում էր, եւ Հայաստանն իրենցից պաշտպանելու կարիք այլևս չկա։ Եթե մենք ցանկանայինք, կարող էինք ռազմական գործողություններ իրականացնել ամենուր։ Հայաստանի ղեկավարությունը գիտի դա, եւ նրանց ետևում կանգնածները նույնպես գիտեն դա։ Անկախ նրանից, թե որքան աջակցություն են նրանք տրամադրում Հայաստանին, նրանք գիտեն, որ մեր ուժի դեմ ոչ մի շանս չունեն։ Նրանք անօգնական են։ Բաքուն չունի պահանջներ, բայց չի դադարում եվրոպական դիտորդներին թիրախավորել։ Այստեղ է առաջանում հիմնական հակասությունը։ Ադրբեջանին պետք չեն ականատեսներ, որոնք կխոչընդոտեն Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Ադրբեջանը վախենում է, որ եվրոպացիների առկայությունը այստեղ եւս կարող է նպաստել նրան, որ Ալիևը էժան գնով կստանա այն, ինչ կարող է նրա վրա ավելի թանկ նստել։ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանն ու հայկական լսարանին միաժամանակ փոխանցել մի քանի տարբեր ուղերձ։ Մի կողմից հայտարարել, թե հակամարտությունն ավարտված է, մյուս կողմից շարունակել ներքին լսարանին պահել չլուծված կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Ադրբեջանում պահպանվում են մտահոգությունները եւ գոնե թե ներքին լսարանին փորձ է արվում հասցնել, որ կոնֆլիկտը վերջնականապես կարգավորված չէ, թեպետ արտաքին լսարանին հակառակ ուղերձն է հղվում, մասնավորապես այդ տեսանք մենք Ալիևի հայտարարության մեջ, որ իբրև թե Ադրբեջանը Հայաստանի ոչնչացման եւ ինքնիշխանության վերացման խնդիր իր առաջ չի դրել եւ Ադրբեջանից Հայաստանը պաշտպանելու խնդիր գոյություն չունի։ Այժմ արդեն որտեղ Ադրբեջանը իր բոլոր նպատակներին իբրև թե հասել է։ Այս ամենի ֆոնին փորձագետները նկատում են, Բաքուն աստիճանաբար ներգրավում է Հայաստանի նախընտրական խոսույթի մեջ ոչ միայն գնահատելով հայաստանյան քաղաքական ուժերին, այլ նաև ակնարկելով, թե դրանցից որոնք են խնդիր ստեղծող, իսկ որոնք առավել կանխատեսելի Ադրբեջանի համար։ Ու եթե նախկինում Ադրբեջանի ուղերձներն ուղղված էին բացառապես Հայաստանի իշխանությանը, ապա այժմ դրանք հասցեագրվում են նաև հայ ընտրողին։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Զուգահեռ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Տեղափոխվում է այն գազատարը, որով Հայաստան է մտնում ռուսական գազի հիմնական մասը։ Բայց թե ինչու է իրականացվում այս փոփոխությունը, իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր բացատրություններ են տալիս, ականապատված տարածքներից մինչև տեխնիկական խնդիրներ։ Ինչ ռիսկեր եւ քաղաքական ենթատեքստ կա այս գործընթացի հետևում, մանրամասները Սեդա Գյուրեղյանի ռեպորտաժում։ Ակտիվ շինարարություն ու տեղափոխություններ են Հայաստան-Վրաստան սահմանին։ Տեղափոխում են խողովակները, որոնցով Հայաստան է մտնում մատակարարվող գազի 80%-ը։ Թե ինչու, Հայաստանի իշխանությունները վերջին ամսում տարատեսակ պարզաբանումներ են հնչեցրել, ականապատման խնդիրներից մինչև տեխնիկական անբավարարություն։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը օրինակ մամուլից էր տեղեկացել այս մասին։ Շատ պարզ բացատրված է, որ եղել է որոշակի գոտիով անցել այդ խողովակաշարը, ավելի անվտանգ գոտի են տեղափոխել։ Հարությունյանը հղում էր անում վրացական աղբյուրներին, որտեղ նշվում է Հայաստանն է խնդրանքով դիմել վրացական կողմին նախաձեռնել այս տեղափոխությունը։ Վրացական մամուլը գրում է Հայաստանի խնդրանքի պատճառը դեռ 90-ականներից ականապատված Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանակետի հանգույցն է։ Տրամաբանական հարց է առաջանում, որ եթե խոսքը գնում է 90-ականներին դեռևս ձևավորված խնդրի մասին, ապա ինչու միայն այսօր է հայկական կողմը դիմում Վրաստանին նման գուցե տեխնիկական լուծում տալու համար։ Չէ՞ որ այս ամբողջ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հենց վերոնշյալ գազամուղով շարունակում է բնական գազ ներկրել Ռուսաստանի Դաշնությունին։ Տավուշի անկլավներն են տարեկան շուրջ 2-ից 3 միլիարդ խորանարդ մետր ծավալի ներկրում ապահովող գազատարի տեղափոխման պատճառը։ Նախնական համարվող այս վարկածը հիմնականն է, որ շրջանառվում է փորձագիտական շրջանակում։ Իրանք եկել են համաձայնության եւ Տավուշից տարածել են էլի լրացիչ հանձնելու Ադրբեջանին։ Իսկ այդ գազամուղը անցնում է հենց այդ տարածքներով, որպեսզի ադրբեջանցիները չգան ու գազամուղի վրա չնստեն ու չփակեն, ոնց որ արեցին դա Արցախում։ Ապա իրանք սկսել են նաև գազամուղը տեղափոխել, որպեսզի դա պրոբլեմ չլինի Հայաստանի համար։
Մինչդեռ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պաշտոնապես պատասխանել է Սպուտնիկ Արմենիային, տեղափոխությունների պատճառը տեխնիկական անբավարարությունն է։ Ավելացրել նախագիծը ֆինանսավորվում եւ իրականացվում է վրացական կողմի հաշվին, մինչդեռ փորձագետները պնդում են Վրաստանը վերցրել է միայն իր կողմի տեղափոխությունների ծախսը։ Վրացական կողմը ամբողջ ծախսը իր վրա վերցնում է միայն Վրաստանի հատվածում։ Հայկական մասում ինքը իր վրա ոչ մի ծախս չի վերցնում։ Դեկենին նորից հարցում ուղարկեք, ասեք իսկ հայկական կողմում այդ տեղաշարժի ծախսով է անել, հավատացեք, ինքը կպատասխանի, որ հայկական կողմը կամ ընդհանրապես ոչինչ չի պատասխանի։ Տավուշի, Կարմիր կամուրջ, Սև քար, Բերդ, Մայրուղին գազատարին միացնող ռուսական Մայր գազամուղը վերջնականապես տեղափոխված կլինի 2027 թվականին։ Վրացական կողմը հայտնել է աշխատանքների ընթացքում գազի մատակարարման խնդիրներ չեն առաջանա։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ամենի ֆոնին Հայաստանի իշխանությունը շարունակում է խոսել խաղաղության օրակարգից, մինչ Ադրբեջանը շարունակում է խոսել ուժի դիրքերից։ Բաքուն առաջ է մղում միջանցքների, նոր երկաթուղիների, քարտեզների ու տարածաշրջանում իր պայմանները թելադրելու թեման։ Սակայն Արցախի կորստից հետո փոխվել է ոչ միայն տարածաշրջանի քարտեզը, այլ նաև քաղաքական խոսույթը հենց Հայաստանում։ Մի ժամանակ Արցախը Հայաստան է եւ վերջ հայտարարող իշխանությունն այսօր արդեն բոլորովին այլ ձևակերպումներ է օգտագործում։ Թե ինչպես է փոխվել Նիկոլ Փաշինյանի խոսույթը Արցախի հարցում 2018-ից մինչև այսօր, ներկայացրել է Սեդակ Յուրեղյանը։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ինչով է մեր եղել։ Ինչով մենք բացատրեք, ինչով այնտեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել ենք այնտեղ, բնակավայր ինչով է մեր եղել։ Մերը չի եղել։ Ինչու եւ ինչպես է փոխվել Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն Արցախի նկատմամբ, կամ փոխվել է, թե միշտ էլ նույնն է եղել։ Ըստ Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին падգամավոր Խոսրով Հարությունյանի, չի փոխվել Փաշինյանի վերաբերմունքը, փոխվել է միայն խոսույթը։ Երբ ինքը հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ես այդ պահ իմ շրջապատում նստած ասեցի սկսվեց պատերազմը։ Սա ոչ այլ չէ, թե ոչ պատերազմ հրահրելու ակնհայտ անթաքույց նախաձեռնություն։ Որ Փաշինյանը գալիս է Արցախը հանձնելու, Հարությունյանն առաջին անգամ ասել է դեռ 2018 թվականին, երբ падգամավոր էր։ Նման ահազանգ հնչեցրել էր նաև Աղվան Վարդանյանը։ Ես վտանգի կանխազգացում ունեմ։ Այս պայմաններում չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի, բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ, ինձ առայժմ անհայտ ծալքերով, շահերով ու հետևանքներով։ Վստահ եղեք, ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում։ Եվ եթե այդ ծալքերն ինձ համար պարզ չեն, չեմ էլ կարող բացառել, որ դրանք անդառնալի ողբերգական հետևանքներ չեն ունենալու իմ ժողովրդի, հրապարակի հրաշալի երիտասարդության, Արցախի, իմ պետականության համար։ Վտանգի մասին ահազանգեր հնչել են այդ օրերին, հնչել են նաև անցնող 8 տարիների ընթացքում։ Ընդդիմությունը վստահ է, սա գեոպոլիտիկ խաղ է, Փաշինյանն էլ գործիք Արցախը հանձնելու համար։ Այդ խոսույթը վերջերս չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանի խոսույթը եւ Նիկոլ Փաշինյանի գործողությունները փոխվեցին Պրահայում 22 թվականին, երբ որ նույն մարդը, ով Արցախի վերածնունդի, Ստեփանակերտի վերածնունդի հրապարակում բղավում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, այնտեղ ըստ էության ստորագրեց մի թղթի տակ, վավերացնելով, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ, եւ իր արևմտյան պատրոնները անգամ հայտարարեցին, որ Փաշինյանը Հայաստանի առաջի ղեկավարն է, ով պաշտոնապես Արցախը ճանաչեց Ադրբեջան։ Քաղաքական գործիչներն ասում են, ի սկզբանե լավ է պլանավորել հայկական երկրորդ հանրապետության հանձնումն ու այն նախորդ իշխանությունների վրա բարթելը։ Սակայն հիմա հասկանում է, ոչ ոք չի հավատում, թե Արցախի կորուստի համար մեղավոր են ռուսները կամ նախորդ իշխանությունները ու փորձում է արդարանալ, թե Արցախը երբ է մերը եղել։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի կորուստը փորձում է հերթական խոսույթով իր վրայից հեռացնել, որովհետև արդեն
երրորդ տարին է Արցախի կորուստը, բայց հասարակության համար ակնհայտ է, որ Արցախի կորուստի միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար նախկիններն էին մեղավոր, ռուսներն էին մեղավոր, Արցախի իշխանություններն էին մեղավոր, տեսավ, որ այդ ոչ մի հնարք չի աշխատում, հիմա էլ սարքել է այնպես, որ Արցախը երբեք էլ մերը չի եղել։ Արցախի հայկական լինելու մասին ապացույցներն ու խոսույթներն անիմաստ են համարում փորձագետները։ Այն անառարկելի փաստ են համարում ու նշում, հայկական պետությունը չկորցնելու աղետաբեր ընթացքը կանխելու համար անհրաժեշտ է մասնակցել ընտրությանն ու հեռացնել Փաշինյանին երկրի ղեկավարի աթոռից։ Սադամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մասյացոտնի թեմի շուրջ իրավիճակի և կատարվող անօրինությունների վերաբերյալ նոր զարգացումներ ու բացահայտումներ կան։ Պարզվում է ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինության պաշտոնակարված և կարգալույց հռչակված Գևորգ Սարոյանը, աշխարհիկ անունով Արման Սարոյանը շարունակում է բանկային հաշիվներով գործարքներ կատարել։ Պետք է տեղեկացնեմ, որ ապրիլի 1-ի դրությամբ արդեն ավելի քան 15 միլիոն դրամ նա այդ հաշիվներից դուրս էր հանել։ Եվ այդ հաշիվներում էլ բազմաթիվ դրամական միջոցներ կան, որոնք մենք մտահոգություն ունենք, որ նա կարող է վատնել։ Մենք դատարանին խնդրել ենք հայցի ապահովումը վերացնել թվարկածս պատճառաբանություններով, դատարանը մերժել է։ Այնուհետև հակընդդեմ ապահովում ենք կիրառել, տեղեկացնեմ, որ դա պատասխանողին տրված իրավական գործիք է։ Տրամաբանությունը հետևյալն է, եթե կիրառված է հայցի ապահովման միջոց, եւ դրա արդյունքում կարող է պատասխանողը վնաս կրել, իսկ հայցի ապահովման միջոց կիրառել դա դեռ չի նշանակում, որ հայցվորը ճիշտ է։ Եվ շատ դեպքերում բնականաբար հայցը մերժվում է դատարանի կողմից։ Հակընդդեմ ապահովման դեպքում դատարանը պարտավորեցնում է հայցվորին բերել որոշակի դրամական միջոց եւ մուծել դատանի դեպոզիտ, որpիսի երբ հայցը մերժի եւ պարզվի, որ պատասխանողը վնասներ է կրել, ապա պատասխանողը կարողանա հատուցել իր վնասները։ Մենք միջնորդել ենք դատարանին հակընդդեմ ապահովում կիրառել, բերել ենք բանկից ապացույցներ, որ արդեն 15 միլիոն դրամից ավել նա ելքագրել է հաշվից, բերել ենք նաև ապացույցներ, որ բանկում կան մեծ դրամական միջոցներ, որոնց նույնպես նա հասանելիություն ունի, եւ խնդրել ենք կիրառել հակընդդեմ ապահովում։ Պարզ է, որ դա էլ է մերժվել դատարանի կողմից։ Նույն ասուլիսում Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը հայտարարել է, որ փորձում են խոչընդոտել իր ծառայությունը առաջնորդարանում։ Վարդապետի խոսքով վերջին շրջանում Մասյացոտնի և Արագածոտնի թեմերում տեղի ունեցող գործընթացները հարված են հայ առաքելական եկեղեցու ներքին կարգապահությանը և նպատակ ունեն թուլացնելու եկեղեցական նվիրապետությունը։ Ես էլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ունեմ իմ իրավունքները։ Ինձ համար վավերական է ամենայն հայոց հայրապետի տնօրենությունը։ Ես կոչված եմ ծառայության, ոչ թե պաշտոնի, ես կոչված եմ ծառայության։ Եվ այս ծառայությունից բխում է նաև իմ պատասխանատվությունը։ Ես պատասխանատու եմ ամենայն հայոց հայրապետի, մեր եպիսկոպոսած դասի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի առջև առնչված իմ ծառայության դաշտին, ոլորտին։ Հիմա պետական մարմինները իդեմս հարկադիրի եւ վերջի շրջանում նաեւ քննչական է հրավիրվել որպես վկա առայժմ, փորձում են խանգարել, խոչընդոտել, որպեսզի ես կատարեմ իմ ծառայությունը։ Եվ ինչն է զավեշտալի։ Փաստորեն ես որպես Հայաստանից առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական, արդեն մոտենա 30-ամյա կամ 25-ամյակը լրացել է, 20-ամյա ներողություն, հոգևորական, փաստորեն ես չեմ կարող պատարակ մատուցել, դա խոչընդոտ է դասական ակտին, ես չեմ կարող երիտասարդների հետ հանդիպել, դա խոչընդոտ է, ես չեմ կարող քահանայից դասին հանդիպել, քահանական այն դասին, որ հրապարակային հայտարարություն տարածեցին, որ դատական միջանկյալ որոշման եւ իրենց խղճի համոզմունքի
դավանանքի ազատության միջև կա անհնարինություն։ Իրենք չեն կարող առաջնորդ ընդունել մեկին, որը աշխարհիկ անձնավորություն է։ Եվ մյուս կողմից նրանք չեն կարող դուրս գտնվել հայ եկեղեցու կանոնական դաշտից, չընդունելով ամենայն հայոց հայրապետի տնօրենությունը։ Թուրքիան շարունակում է ակտիվացնել շփումները Եվրոպայի հետ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է Բելգիայի թագուհի Մաթիլդային։ Կողմերը քննարկել են առևտրի, պաշտպանության եւ էներգետիկայի ոլորտներին վերաբերող հարցեր։ Անկարան հանդիպման ընթացքում կրկին բարձրացրել է Եվրամիության անդամակցության եւ Մաքսային միության վերականգնման թեման։ Էրդողանի խոսքով տարածաշրջանային վերջին զարգացումները ցույց են տալիս Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունների կարևոր աշխարհաքաղաքական նշանակությունը։ Իսկ հարևան Վրաստանում ընտրվել է նոր կաթողիկոս պատրիարք։ Միտրոպոլիտ Շիոն դարձել է համայն Վրաստանի 142-րդ կաթողիկոս պատրիարքը, ստանալով 22 եպիսկոպոսի աջակցությունը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ։ Բարի գիշեր։